Հայաստանից ու արտերկրից առաջատար ուռուցքաբաններ, առողջապահության ոլորտի պատասխանատուներ ու մասնագետներ մի հարկի տակ էին մասնակցելու հայկական ուռուցքաբանական ամենամյա կոնգրեսին։ Արդեն 6-րդ անգամ այն կազմակերպում է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը։ Այս տարվա խորագիրն էր հայկական ուռուցքաբանություն համարձակ ծրագրերից դրանց իրագործումը։ Բացման պաշտոնական արարողությանը ելույթ է ունեցել առողջապահության նախարարը, ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը, նաև առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը։ Նման կոնգրեսները, նման մտքերի փոխանակությունը, փորձի փոխանակությունը հնարավորություն են տալիս, որ մենք միասնական ձևաչափով կարողանանք վերցնել այս գիտելիքի փորձի նոր պաշարը եւ աշխատենք իշահ պացիենտի։ Ես ուզում եմ շեշտադրել նաեւ, որ Հայաստանում այսօր կարելի է ասել, որ քաղցկեղի բուժման ողջ սպեկտրը, թե դեղորայքային, թե հետազոտական եւ թե նաեւ ունենք արդեն այս տարի ներդրված ռոբոտային վիրաբուժության, նախորդ տարիներին ներդրված ռադիոթերապիայի առումով իսկապես շատ մեծ առաջընթաց է։ Բայց այնուամենայնիվ պիտի վերադառնանք միշտ պացիենտին, նրա փորձառությանը, նրա հնարավորությանը, ֆինանսական եւ ֆիզիկական հասանելիությանը, այս բոլոր հնարավորությունից օգտվելու։ Պիտի վերադառնանք նաեւ կյանքի որակի եւ վարքագծի փոփոխությանը, եւ ինչպես Զիդարտան նշեց, մենք չենք կարող խոսել հաջողության մասին, եթե խոսենք միայն անգամ կանխարգելման ու բուժման մասին։ Մենք պետք է միասին բոլորս աշխատենք մեր վարքագիծը փոփոխելու, ավելի առողջ որոշումներ կայացնելու վրա, որովհետև բազում պատճառներով քաղցկեղով հիվանդացությունը աճելու է, քաղցկեղով ուրեմն հիվանդացության ֆինանսական բեռը երկրի վրա աճելու է, եւ նաեւ մեզնից է կախված, թե ինչքանով մենք կկարողանանք տանել այդ բեռը, պատշաճ բավարարել կարիքը եւ մեր պացիենտներին ապահովել կյանքի որակ, աշխատունակություն։ Գիտական ծրագիրը մեկնարկել է միջազգային հեղինակավոր մասնագետների, այդ թվում Ռուսաստանի առողջապահության նախարարության ռադիոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրենի, Հայդելբերգի համալսարանական կլինիկայի ներկայացուցիչների, քաղցկեղի համապարփակ ազգային ցանցի ծրագրերի տնօրենի, նաև Շվեդիայի պատվիրակության ներկայացուցչի զեկույցներով։ Մոտ 100 զեկույց, թեմատիկ կլոր սեղաններ, իսկ այս տարի առաջին անգամ կոնգրեսի ընթացքում անցկացվել են նաև բացառիկ live surgery վարպետաց դասեր միջազգային անվանի վիրաբույժների մասնակցությամբ, որոնց կոնգրեսի մասնակիցները կարողացել են հարցեր ուղղել։ Մենք նորից ուզում ենք բարձրացնենք, որ քաղցկեղի դեմ պայքարը դա սահմաններ չունի եւ ամբողջ միջազգային հարթակով, բոլոր կենտրոններով, բոլոր երկրներով, բոլորի ուժերը մեկտեղված են քաղցկեղի դեմ պայքարի համար։ Եվ եթե բազմաթիվ ուղղություններով բուժումները արդեն ուղեցույցային են, միևնույն է ուղեցույցներում կան իրավիճակներ, որոնց պատասխանները դեռ վիճահարույց են, եւ այս հարթակի միջոցով, այս քննարկումների միջոցով, մեր արտասահմանյան հյուրերի հետ քննարկումների միջոցով մենք փոխանակում ենք մեր փորձով, կիսում ենք իրենց փորձը եւ այդ ամբողջը արվում է ի նպաստ քաղցկեղով հիվանդների բուժման եւ առողջության վերականգնման։ Որքան էլ մեր մասնագետները բավականին հմուտ են, բավականին փորձառու են, սակայն նոր վիրաբուժի, նոր հմտությունները տեսնելը թեկուզ փոքր, բայց քայլ է դեպի առաջընթաց։ Կոնգրեսը կարևոր հարթակ է փորձի փոխանակման, նորարարական մոտեցումների ներկայացման եւ հայկական ուռուցքաբանության զարգացման ռազմավարական ուղղությունների ձևավորման համար։